իրենց անձնական օրինակը շատ կարևոր են հասարակությունում։ Իմ լավ ընկերը, լավ կյանքի եւ գործընկերը ինձ գլխարկեր նվիրել։ Ես օրինակ Պապանովի ու Միրոնովի որ ասեմ շոշափելի են։ The soldiers men but life but Spain. Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ։ Մշակութային գործիչների օրինակը, նրանց կյանքի ուղին, կյանքի ընթացքում ստեղծագործությունները, իրենց անձնական օրինակը շատ կարևոր են հասարակությունում ճիշտ անձինք ձևավորելու հարցում։ Այ մեր քաղաքի, մեր հանրապետության համար շատ կարևոր անձանցից, մարդկանցից կոմպոզիտոր, պրոֆեսոր Մարտին Վարդազարյանն է։ Բարև ձեզ։ Բարև ողջույն ձեզ։ Բարև ողջույն թանկագին ունկնդիրներ։ Մայստրո, վերջերս ես ականատես եղա կինոյի տանը Մեսրոպ Մովսիսյանի նախաձեռնությամբ ֆիլմի ցուցադրմանը, որի ռեժիսորը եւ գլխավոր օպերատորը Վահագն Տեր-Հակոբյանն էր, ձեր մասին ֆիլմ պորտրետի, որոնց ես շատ շնորհակալ եմ։ Ֆիլմ պորտրետի ցուցադրմանը։ Այ խնդրում եմ այս մասին, ինչպես եղավ, ոնց սկիզբը ոնց եղավ, ինչ եղավ։ Նախ ներողություն եմ խնդրում, որ ես գլխարկով եմ։ Երևան Երզնկյանը իմ լավ ընկերը, լավ կյանքի եւ գործընկերը ինձ գլխարկեր նվիրել եւ ասել էր, որ կարող ես ոչ միտեղ չհանել, բայց քանի որ իր նվիրածը տանն է մնացել, ես ուրիշ գլխարկ եմ դրել, այնպես որ հանեմ։ Հասկացա։ Իսկ գիտեք գլխարկները ինչի են այսպես դնում, ոչ թե այսպես։ Այ խնդրում եմ այդ մասին։ Չէ, մարդ է, էլի անցյալ մեկը մի բան գցեց, այնց։ Այդ իմաստը։ Monsieur, je ne mange pas si jour։ Դա ясно։ Կիսը Վարաբյանինը։ Բա հրաշալի ֆիլմ էր։ Դերադրանից առաջ մեկն էլ կար, բայց սա ամենահաջողն էր։ Բանի հետ է, այո։ Ես օրինակ Պապանովի ու Միրոնովի կատարման ֆիլմը այդքան չհավանեցի, օրինակ այդ բանի Գոմեաշվիլի եւ այո, Գոմեաշվիլին լավ բենդեր էր եւ նաեւ բանը կիսան էլի մեր հայտնի ոնց էր ազգանն։ Եվ քանի որ կինոյի մասին խոսք գնաց, այնպես ստացվեց, որ ես ինչ որ ձևի, ինչ որ առիթ եղավ մուտք գործեցի կինոաշխարհ։ Դա այդ մասին ասել եմ, մի անգամ չի որ ասել եմ, բայց ասում եմ ճշմարտությունը փայլում է հաճախ կրկնելուց։ Էրնեստ Մարտիրոսյանը այդպիսի ժամանակներ էին, որ երբ որ դիպլոմային աշխատանք էր ինչ որ ուսանող, իրենք ստուդիա էին տրամադրում, գումար էին տրամադրում, հասկանում եք, կարող էր կոմպոզիտոր հրավիրել։ Մենք իրար ճանաչում էինք քաղաքից, որոշեց ինձ առաջարկել եւ շատ էսպես հետաքրքիր անվանում մարդ լինելը տաղանդ է։ Այդպիսի ֆիլմ ունեցած։ Առանցին էպիզոդներ, որտեղ այն ոնց է կոչվում, խատուտիկը քամին տանում է, գնում է ինչ-որ մի պատուհանից եւ ներսում արդեն այդ էպիզոդներից մեկն է գնում ֆիլմի հարաբերություններ եւ այլ մարդկայնություն, դրսևորվող բարություն։ Այդ ֆիլմի համար ես երաժշտություն գրեցի։ Անցավ մի քանի տարի Դովլաթյանը նկարահանում էր Բարև ես եմ, որի երաժշտությունը պիտի գրեր Տարիվերդիևը։ Այդ մասին էլ եմ ասել, բայց այս սրահում չեմ ասել։ Այո։ Այնպես ստացվեց, որ Տարիվերդիևը թե, չգիտեմ, առողջական վիճակներ, թե զբաղված էր ուրիշ ֆիլմով եւ հրաժարվել էր։ Դովլաթյանը տեսել էր Ֆրունզե Դովլաթյանը տեսել էր Էրնեստի այդ ֆիլմը եւ չգիտես ինչու որոշեց, որ ես կարող եմ իր ֆիլմի երաժշտությունը գրել։ Ֆիլմը արդեն բավական մեծ քանակությամբ նկարված նյութեր կային, որոշ մոնտաժված հատվածներ էլ կային։ Ինձ տարան Մոսկվա, Մոսֆիլմ, դուրը փակեցին վրաս։ Մոնտաժը այնտեղ էր արվում։ Այո, այնտեղ էր արվում մոնտաժը եւ նկարահանումներ էլ դեռ կային Մոսկվայում։ Եվ ինձ փակեցին։ Մոտավորապես
5 ժամ, ես նյութն եմ նայել ամբողջ, հետո էքսպլիկացիա գրեցի, ինչ որ բան եւ այլ, եւ ձայնագրություններ եղան, հետո մոնտաժային աշխատանքները, ես էլ արդեն սկսեցի սեղանին տիրապետեցի, այդ 2 ժապավենով աշխատել, եւ բաները մոնտաժոր կանայք, հրաշալ Գալինա Վասիլևնան, փայլուն մոնտաժոր։ Ասում էր, եւ մյուս մոնտաժորներն ասում են, որ «Այ ինչ լավ կոմպոզիտոր է», որ ես ինքս էի աշխատում սեղանի վրա։ Դա մի մազալու բան եղավ։ Իրենց գործը թեթևացնել են։ Մի ծիծաղելի բան եղավ։ Երբ որ այդ Տանյայի բարի վերաբերյալ, այդ շատ լավ էպիզոդ է, Տանյայի բարը։ Իմիջայլոց այդ ֆիլմը դեբյուտների ֆիլմ էր։ Դա եւ Ռոլան Բիկովի առաջին լուրջ դերն էր։ Դա եւ Տերեխովայի առաջի դերն էր։ Դա նույն Ջիգարխանյանի առաջի լուրջ ամփոփված կերպարային դերն էր։ Ֆաթեևայի երևի, հա։ Ֆաթեևայի համար սա հերթական դեր էր, բայց այստեղ բոլորովին այլ երանգ։ Իդեպ Ֆաթեևայի մասին, այն առաջի իրենց որ տեսարանը կա հրաժեշտ են տալիս իրար, Յավուրյանը, փայլուն կինոօպերատոր։ Յավուրյանը նկարում են, ասում է, Ալիկ, дорогой, пожалуйста, снимай меня с этой стороны я плохо выгляжу։ Եվ այդ տեսարանը, որ ես կողմից պիտի գրկեր, ես կողմից գրկվեցի։ Կինոյում տենց մազալու բաներ լինում են։ Եվ այդ ֆիլմի համար բավական երաժշտություն գրեցի, որոնք արդեն Դովլաջյանի հետ նախատեսել էին, եւ որ այդ էպիզոդներին պիտի գնա ձայնագրության ժամանակ Դովլաջյանը հնչյունային ռեժիսորի սրահում ծափեր տալիս, ջութակարները աղեղները կոտրեցին խփելով, մի քիչ չափազանցնում եմ իհարկե։ Հա։ Այդ լավ մտնոլորտ էր։ Էմին Խաչատրյանը նույնպես երբ որ ընթերցեցին, այդ ես շոյված էի զգում ինձ։ Հետո բերեցինք այն այգու տեսարանի համար գրված երաժշտությունը, շատ գեղեցիկ վալս էր, շատ գեղեցիկ։ Դոլացան այնտեղ սենց արեց բան։ Բերեցինք, դրեցինք, կինոյի լեզուն փոխվեց։ Կինոյի լեզուն փոխվեց։ Այսինքն Այնտեղ հիշում եք որ գնում են տերևներ, ես մի տերևնել տուր բան, ինչ որ ընդհանուր խոսակցություն, հա քեզ մոտ պիտի լինի գիտական խորհուրդը եւ այլ պատերազմի շրջանի այգի, աշուն, տերևաթափ, հետո այդ կարուսելը որ միացեցին այդ կարուսելի վրա երկրորդ անգամ հնչեց թեման ֆիլմում հնչել է ընդամենը 4 անգամ։ Երկրորդ անգամ հնչեց թեման, իսկ ֆինալում այդ նույն թեման որ Շեփորն էր նվագում, որ հարցրեց իսկ Լյուսյան վերադարձավ։ Եթե չեք տեսել այդ ֆիլմը, խորհուրդ կտամ, նայեք, որովհետև այդ ֆիլմը համարվեց հայ կինոյի համար նոր մակարդակ ներկայացնելը։ Թե ռեժիսորի աշխատանքը, թե օպերատորի աշխատանքը, թե նկարչի, էլ դերասանների մասին չեմ ասում, եւ կոմպոզիտորի։ Համեստություն։ Ես նշեցի էլի դե։ Հա, շնորհակալություն, որովհետև ասում եմ համեստությունը անհայտության ամենակարճ ճանապարհն է։ Ուրեմն այդպես ստացվեց, որ այդ տեսարանը այս երաժշտությունը դարձրեց ինձ քաղցր մեղցեր ինչ ունեց ուրիշ, իսկ Դովլաջյանի բոլոր ֆիլմերը պատկերավոր ասեմ շոշափելի են։ Այսինքն քեզ մոտ առաջանում է զուգահեռ ըմբռնումը, քո ըմբռնումը ռեժիսորի մտահղացության, այդպես եւ լուծում գտա ոնց որ թե այգիները ինչով էին հայտնի, ամեն երեկո փողային նվագախմբեր էին նվագում, չէ՞, բայց պատերազմի տարի, աշուն, նվագախումբ չկա, այդ վալսերը, հա, եւ այստեղ դրեցիք փողային նվագախմբի հնչողություններ, բայց հնչյունային ռեժիսոր Էդուարդ Վանունցի հետ, հրաշալի հնչյունային ռեժիսորը շատ ինձ փազգաց, որոշեցինք Մոսֆիլմում այնտեղ միտեղ կա իրանք ասում են ջրհոր կալոձից են ասում որ բոլոր կառույցների մեջ ելքեր կան այդտեղ դուրս են գալիս ծխելու մտքեր փոխանակելու բան
Այդտեղ տեղադրեցինք դինամիկ, պատուհանից միկրոֆոն, ձայնագրությունը գնում էր այդտեղ, ոչ թե արհեստականորեն ստանել արձագանքի ինչ-որ կամ ինչ-որ մի բան այդպես, սա ուրիշ հնչողություն ստացվեց։ Եվ երբ որ ժապավենի տեսաժապավենի հետ դրեցի ձայնային ժապավենը, զգացինք, որ ճիշտ ենք արել Էդիկի հետ, Վանոցի հետ, որովհետև ստացվեց այգու հիշողությունը։ Այգու հիշողությունը դարձավ ֆոն, նրանց կարծես թե առանց ոչ մի բանի մասին զրույցներին, խոսքերին։ Այդ գտնված բան ստացվեց ինձ համար, որ կարելի է երաժշտությամբ այլ պատկեր ստեղծելով, որը կոժանդակի կդառնա կատալիզատոր ընկալելու այս տեսարանը ամբողջական։ Միջև այլ տեսարանը։ Հետո բարի վերաբերյալ էլ, չգիտեմ ասել եմ թե չէ, չէ, մի երկու անգամ ասած կլինեմ, որ տվիստի շրջան էր։ Դովլացյանն ասա մի հատ լավ տվիստ գրի։ Ասի մետր, իրան մետր է ասում, ինքն ինձ ասում էր Վարդազարով։ Ասի մետր, այդ պանամար այդ ով է մասնագիտությամբ։ Ասում է դե ակադեմիկոս է, գիտնականն է, ֆիզիկոս է, բանսենսնից։ Ասի ինչ ես կարծում, ակադեմիկոսը, ֆիզիկոսը, գիտնականը ինքը տանը տվիստներ կունենա ձայնագրած, որ ինքը դնի, ասի հիմա մի հատ աշխուժ բան նպարենք։ Մանավանդ գիտենք, տեսանք, որ ինքը բավական խիստ է, աղջկա այդ, որ աղջիկը հեռախոսով խոսում է, скажи, что после вчерашнего, после вчерашнего, положи трубку, դնում է трубку։ Այդ մարդը կարող է իր տանը տվիստ ունենալ ձայնագրության, կարող է ունենալ ջազային հնչողությամբ ինչ-որ մի բան։ Դե լավ, դու արա տեսնենք։ Արեցինք այդ պարը, ուրեմն գալիս էին ինձ մոտ հյուրանոցում ձայնագրությունից հետո մի հատված բեմադրվեց, եւ այդ բանը ես հետո երբ որ արդեն նկարվել էր ամբողջը, ես վերցրեցի արդեն երաժշտություն դնելով, որ դահլիճում լսեմ։ Մոսֆիլմի ցուցադրման դահլիճներում։ Հիմա գիշերվա որ ժամն է։ Անախ ամբողջ օրը գիշեր էր աշխատում Մոսֆիլմը։ Ուժեղ միացրել եմ, դուրը բաց, հնչում է, որ միջանցքումը լսեն, այդ ինքնասիրություն էլի, որ սենց էլ թող լսվի։ Եկել մեկը գլուխը մտցրեց, ասավ, «Это Quincy Jones»։ Ասի, «Нет, Վարդազարյան», ասավ, ծիծաղն եկա։ Ատակ նա Quincy Jones-ը պախոժ, Jones-ը։ Չէ, իմ ծիծաղն եկա, որ Վարդազարյանը վրա ասավ, իբր թե գիտեր։ Էդուարդ Միխայելովիչին պատմեցի այդ մի անգամ, Ջանեց Միրզոյանի, կոմպոզիտոր Միրզոյանը։ Իմ ուսուցիչի, իմ ավակ ընկերը, իմ կարող եմ ասեմ խորհրդատու եղբայրը ավակ, մի խոսքով հրաշալի անձնավորություն եւ փայլուն երաժիշտ։ Պատմեցի Էդուարդ Միխայելովիչին, ասում ինձ հետ էլ է տենց մի բան եղել։ Ուրեմն Արնո Արությունչի Բաբաջանի հետ պիտի ինչ-որ մեկին Մոսկվայում դիմավորեին արտասահմանցի, որին պիտի բերեին Երևան կոմպոզիտորներից ինչ-որ հայտնի, չեմ հիշում ով էր, չեմ հիշում։ Իսկ Արնո Բաբաջանյանը մի հատ մեքենայել ուներ Chrysler Imperial LaBaron, դա Ճապոնիայի դեսպանատան մեքենան էր, Մոսկվայում ընդունված էր, որ երբ որ 50,000 մեքենան անցնում է, դեսպանատունը այդ մեքենան վաճառում է, բայց ժողովրդական արտիստների, ակադեմիկոսների եւ այլ Վոլգայի գնով։ Ասա, այդ մարդուն դիմավորելու ենք, բեր այս մեքենայով դիմավորենք էլի։ Իր գարաժը այդ Ֆիլիում էր։ Գնացին Ֆիլի, նստել են Էդուարդ Միխայելովիչն էր պատմում։ Նստում են մեքենան, էլի գիշերվա ժամը, հրապարակում ոչ մեքենա կա, ոչ մարդ կա, բան, Արուն ասում է, ես միշտ երազել եմ այս հրապարակները քյասար կդրեմ։ Ու ուսից կդրում դուրս են գալու, մեկը տրուտ կանգնացնում են։ Ավտոտեսուչը կանգնացնում է։ Нарушили правила учреждения, ваши права, Талиса. Арно Бабаджанян. Композитор? Да. Ваша жизнь дорога не только вам, но и нам всем. Пожалуйста, не нарушайте правила движения. У найма մեքենայի մեջ կողքը մարդ կա նստած։ Դե եթե Արնո Բաբաջյանը ռուլինա, ուրեմն կողքի նստածնով դելնի, ասում է, «А это товарищ Арам Хачатурян»։
Միրզոյանն ասում է «Нет, я Эдвард Միրզոյան», ասում է այդ միլիցիոներն ասավ Էտեն աներ։ Այդպես իմ մազալու բաներ, ծաղելի բաներ ա եղել։ Կինոյի աշխատանքը կոմպոզիտորը ոչ թե պիտի լինի ես, այլ դարալուծվի եւ երբեմն աննկատ լինի, բացի այն պահերից, որ երաժշտությունը ծառայում է ինչ-որ բան արթնացնելու, ինչ-որ բան հիշեցնելու, ինչ-որ բան տալու թեմատիկ մոտեցումը շատ կարևոր է կինոերաժշտության մեջ։ Ցավալի բան է հիմա կատարվում, որ տեղի անտեղի հաճախ երաժշտություն է հնչում, ես ոչ միայն հայ կինոյին մասին եմ ասում, կինոերաժշտությունը այսօր կարծես կորցրել է իր հիմնական նշանակությունը դրամատուրգիական ևս մեկ բաղադրիչ լինելու, այսինքն լսելով տեսնել այն, ինչ որ տեսանելի չէ, երաժշտության դերը կինոյում դա է։ Ճիշտ է, հետո ֆիլմից երաժշտությունը դուրս է գալիս ապրում է առանցին կյանքով, բայց եթե հիշվում է միայն երաժշտությունը եւ չի հիշվում այն էպիզոդը, որի հետ կապված էր, ուրեմն դա ինքնուրույն երաժշտություն է ստացվում, որ ցանկալի չէ։ Ճիշտ է, այդ համադրության մեջ է։ Կարող է սխալվում։ Այդպիսին մուլտի երաժշտությունն է, որ ինչ որ տեսնում եմ, այն էլ լսում եմ, ինչ որ լսում եմ, այն էլ պիտի տեսնեմ։ Դա մուլտին է։ Այսօր ֆիլմի երաժշտությունը հիմնականում օգտագործում է ռիթմիկ կառույցները, մեղեդային կառույց եւ կերպարային, կարծես թե պակասել է։ Կարծես թե։ Կարող է ես եմ սխալվում։ Ես էլ մարդ եմ, չէ՞։ Մարդը սխալական է։ Դա վերջապես կյանքի իմաստը ինչու՞մ է կայանում։ Կյանքի իմաստը, կյանքի իմաստ որոնելն է։ Նաև սխալները որպես դաս ընդունել, նորից ուղղել, իհարկե բոլորն են սխալական, ով որ կարծում է, որ ինքը արդեն վերջնականապես կայացել է, դա լավ բանի մասին չի խոսում։ Բացարձակ ճշմարտությունը ճշմարիտն է, չէ՞ որ Քրիստոսը չէր ասում ճշմարտություն եմ ասում, ասում էր ճշմարիտ եմ ասում։ Այդ ճշմարիտը բացահայտելն է երևի թե կյանքի իմաստը։ Իսկ երբեմն լինում է, որ դու բացահայտում ես այսինչ դրվագի, այսինչ ժամանակաշրջանի ճշմարիտը եւ հիասթափվում ես, դա էլ կա։ Դա էլ կա։ Հետո երաժշտության բնագավառը այն բնագավառն է, որը մարդուն օգնում է թե դրդմության, թե դժբախտության պահին, էդ էլ կա։ Բայց միշտ չի, որ դրա համար հարկավոր է լեզուն հասկանալ, լեզվի միջոցով իմաստը հասկանալ, իսկ միայն հնչյունների հաջորդականություն ինչ-որ ռիթմի վրա դրված, այդտեղ կան հետաքրքիր բաներ, բայց դա արդեն տեխնոլոգիան է, դա արդեն տեխնոլոգիան է, իմաստը փոխարինվում է նմանակությամբ։ Լավ, մի քիչ էլ որ գնա արդեն 20 հիմար բաներ խոսել, չարժի։ Ես մի բան հիշեցի, հայտնի պատմություն կա, նաև ես ավելի ուրախ նոտա մտցնելու համար, հայտնի պատմություն կա, ուրեմն Ավետ Գաբրելյանը, որ պետք է այդ Ստրադիվարի ջութակի վրա նվագի հայտնի այդ իր կատարումը, եւ Հենրիկ Հովանեսյանը Առնո Բաբաջանյանի հետ պայմանավորվում են, որ այդ ռուսերեն ասած ռոզիգրիշ հայերեն խաղարկություն, հա, այդ խաղարկությունը անելու։ Այդ դուք դրա պատմությունը մի քիչ ավելի Երբ հայրիկս եւ իրակույրը զոհվեցին ավտովթարում, տատիկս էր մեզ մեծացնում, մայրս Մոսկվայում էր եւ 48 թվականին ամուսնացավ Ավետ Գաբրելյանի հետ։ Այո, դրա համար։ Հերացու։ Այո, հերացու։ Ինձ ուղղորդեցին, մայրս ասեց, որ տատիկս ինձ ուղարկի Մոսկվա, Արա Սահակյանը քանդակագործ,
այդ նույն ինքնաթիռով թռնում էր Մոսկվա, տատիկս խնդրեց, որ ուշադիր լինի։ Նա ասեց, ես հենց այդ շենքը պիտի գնամ Լազարյան ճեմարանը, այն ժամանակ հայկական մշակույթի տուն էր, Դոմ կուլտուրա Արմենիայի։ Եվ Ավետ Գաբրիելյանը ապրում էր այդտեղ մի փոքրիկ սենյակում։ Միջանցքում մի հատ հեռախոս կար, երկու զանգով, սենց հեռախոս էր, ընդհանուր միջանցք էր, այս մի սենյակում ապրում էին կոմպոզիտորները, այդտեղ էր Միրզոյանը, Ալեքսանդր Հարությունյանը, Ղազարոսյանը, Ադամ Խուդոյանը, եւ Բաբաջանյանը։ Ինձ բերեց այդտեղ, պարզվեց, որ մայրս եւ Ավետ Կարպովիչը գնացել են ինքնաթիռը եղանակի պատճառով ուրիշ օդակայան վայրեջ կատարեց։ Եվ երբ որ նրանք եկան, ես սպասում եմ խորթ հայր, որ եկան առաջի խոսքերը, որ ասեց, ռուսերեն ասեց, «Мы с мамой так волновались», այդտեղ մի անգամից փլվեցի, անգամից փոխվեց, հետո Ավետ Կարպովիչը ինձ մի հատ ատրճանակ էր նվիրել, հետ էլ առիթ եղել ասել եմ, բայց ձեր մոտ չեմ ասել, ձեր մոտ ասեմ։ Մենք էլ մարդու չենք ասել։ Այդ ատրճանակ էր նվիրել, որ ծայրը ռետինե կպչուն կար, որ կրակում էր պատին էր կպնում։ Ну, միջանցքում մարդ չկա, ես այդ ատրճանակով կրակում եմ հեռախոսի զանգերին։ Մեկ էլ դուրս եկավ Արնո Բաբաջանյանը, այդ ինչ ես անում, ասի ես քեզ սովորացնեմ, ինքը կրակում է, ես փայտիկը բերում եմ, Միրզոյանը դուրս եկավ, սա 48 թիվ, երիտասարդներ, Միրզոյանը զեկա, այդ ինչ ես անում, ասում բուլկին սովորացնում եմ ատրճանակով կրակելը, բան, դուր մի ես սովորացնեմ, երկուսով իրարից ձերձանով կրակում եմ։ Վարակիչ է, չէ։ Այդ ժամանակ եկավ կոմենդանտը, չեք ամաչում, եկամարտիկ եք բան, գնացին, տեսավ մարդ լտուր մի հատ ես փորձեմ։ Հիմա 75-ից հետո մարդը ապրում է ինչ-որ կարծես թե գլուխը շուռեկած, հիշողությունների մեջ։ Կանտի խոսքերն են հայտնի, մարդը հիշողություններով է ապրում, էլի, նենց որ դուք էլ ցիտում եք Կանտին։ Բայց ինքը այդ մասին չգիտի։ Չգիտի, չէ։ Հա, բայց այդ ջութակի վերաբերյալ, նո այդ պատմությունը պատմում են եւ Բոգդանյանի մասին եւ Ավետ Կարպովիչի մասին։ Ավետ Կարպովիչի գործիքը գվարների էր, կարծեմ, կոլեկցիոն գործիքներից էր։ Ну, Ավետ Կարպովիչի մասն էլ ասում, Բոգդանյանի վրա են պատմում։ Չափազանցրեց հա, թե իրականություն։ Իսկ Հենրիկ Հովհաննիսյանը դա մի հանձնավորություն էր, որ Էդուարդ Միխայելոviչ ու Բաբաջյանը այնքան բաներ են պատմել, որ ոնց ինքը իր կնոջ հետ ծանոթացել էր։ Կանգառում կանգնած են, դեք ասում փող, տաքսի փող, ինքը ձերով անում է կնոջը։ Տաքսի անցնում գնում է հաջորդ կանգառը ավելի շուտ, հենց որ տրավեսը գալիս է այնտեղ կան ձերով անում, նորից տաքսին հասնում մյուս կանգառին։ Այս բաները լա եղել։ Հետո Հենրիկ Հովհաննիսյանի կատակներից ուրիշ էլ կար, որ 47 թվականին փողը փոխվեց։ Ասել էր տղա ջան, մի կոպեկ անցներ որ լինի, տվեք ինձ էլի։ Ասում ինչ ասում, հետո կիմանաք։ Ամեն ասում, եղավ, մի գնանք ցույց տամ ինչի համար։ Գալիս են Մոսսավետի դիմացը, միլիցիոները քայլում ա որ խախտում չանեն այդտեղ անցնեն փողոցը։ Այդ ժամանակ այդքան ավտո չկար որ մարդիկ բորդեից ուզում անցնում էին։ Ոչ կարգու կանոն մտնելով միլիցիոները շրջում են, ուղիղ միլիցիոների վրա անցնում ա Մոսսավետի դիմաց, միլիցիոներ Ashtrafovny. А сколько надо, асма? 5 рублей. Давай руку. Цератан Москва, микопикан. Это тасквишкан мартанцав гнациков. Տենց բանել է եղել։ Ես կվճարեմ դուք խախտեք, հա։ Տենց բանել է եղել։ Իսկ Հենրիկ Հովհաննիսյանի խաղաղ դոնը հիշում եք Գերասիմովի։ Ինքը այնտեղ
ասիստենտ ռեժիսոր է եղել։ Դե Գերասիմովի բանն է ավարտել, չէ՞ ստուդիան ավարտել։ Ասիստենտ է եղել։ Ուրեմն պետք է նկարեն Մելեխովի առաջի կռիվը։ Հավաքված է 3000-անոց մասովկա։ Ռուսներ եւ դեղ հակառակորդներ գերմանացի եւ այլ։ Մեկ էլ օպերատորը գալիս է, Սերգեյ Ապոլոնարիչ, Պլյոնկա Բրակովնն է, էտա պարտիա։ Մասովկեն հավաքված ինչ անեն, ոնց անեն, իսկույն կապնվում է ռազմական ինքնաթիռ Մոսկվա այնտեղից նոր պարտիա ժապավեն ստուգված բերեն, բայց 3 ժամ Մասովկեն կթթվի։ Այդտեղ է, որ Հենրիկ Հովհաննիսյանը ասում է, Սերգեյ Ապոլոնիչ, ваш микрофон я поднимусь на вашу вышку։ Բարձանում այդ վիշկեն 3 ժամ անեկդոտ պատմելով այդ մասովկային պահումը բարձր տոնուսի մեջ։ Դրանից հետո գրվեց второй режиссер։ Հա։ Եվ второй режиссер դե Պոմրեժ, բան բարձրացած։ Ուրեմն նա ներկայացում էր առաջին ներկայացումներից մեկն էր։ Աշխարհնայոշուր է եկել Արամ Աշոտ Պապայանի։ Դեռ երիտասարդներ են 4 հոգով գալիս են իրանց ընկերոջ տուն։ Ну հիշում եք այդ կատակային ֆիլմը որ կար, չէ՞, որ 4 տղաները որ փոխարինում են 4 աղջիկներին, բարեն պամ հայտնի բան է, էլի։ Հա, այդ էպիզոդը որոշել էին օգտագործել բանում, ну դաշնակահարուի Ժենյա էր անում։ Ներողություն, շրտներ համար 4-ում են, որ այո, շրտներ համար 4-ը։ Դիլականը։ Հա, Մարգոն, այո։ Այդ էպիզոդն էլ կար, այդտեղ Դաշնակահար Ժենյան արդեն բեմադրված հատված, փոքր հատված, որ մտնում են պամ, հետո արդեն սկսում էր գործողությունը, չէ՞։ Բանը նստած ենք, մի բան էլ խոստովանեմ, ես արտակնապես մարդանման եմ, բայց արդեն 50 տարուց ավելա ոգելից չեմ օգտագործում ընդհանրապես։ Թարգեցի։ Բայց այդ ժամանակ դեռ չէի թարգել։ Հիմա զանգ տվեցին թե շուտ արի թատրոն, ինչ ա եղած, Ժենյան հիվանդա չի եկել, այս էպիզոդը, այս երկրորդ գործողությունը սկսվում է, չկա նվագող, ասի թող երկեն պարեն, ինչ ա եղել, չէ, ասում է իրանք ինչ երկեն պարեն, ընկերներիս ասի դե լավ, դուք մի երկու աննես մինչև ես գնամ գամ, գնացի, դաշնամուրին։ Երկու բաժակ խմել եք։ Խմել, հետ եմ ասում։ Գնացի, էպիզոդը սկսվեց, դուրս եկանք միասին, նստեցի դաշնամուրին, նվագեցի ինչքան պետք է ու էլի շարունակում եմ։ Դրայվը։ Շարունակում եմ։ Դեռ արդեն սկսեցին իմպրովիզացիա անել, մեկը մյուսին բարձրացնել, մեկը չգիտես ինչ անել։ Յուրան Ամիրյան, Ողորմիրյան մոտեցավ ասում, «Բուլիկ վերջացրու»։ Ասում են, «Չի շատ լավ էլ պարում եք»։ Վերջը կթան ձևը։ Դեղ բեմի մեխանիկը, բեմի մաշինիստը ռայլը դրված էր կալցոյի վրա։ Միացրեց կալցոն, պտտվեց բեմի հետևը ինձ դաշնամուրին, դաշնամուրը պտտվեց եկա ու սաղ ասացին, որ տենց էլ պտի լիներ։ Մտածված գցեցին գայթ։ Իսկ բանի, այ ներկայացումներից հրաշնիկի հետ ինձ համար առանցին ականգնած Քաջ Նազարը։ Ընդամենը 2 ամիս գնաց, քննադատվեց եւ հանվեց, բայց այսպես ներկայացում էր։ Այդ հայտնի երգը, որ երգում են, էլի Քաջ Նազարը։ Այո, այդ էլ գիտեք, խորենին բերում էին փրփուրով վաննայի մեջ, սկսում էր դմդրլա, ասում են բանը հələ դուր, միկրոֆոնը տալիս էին ու մեջ երգում էր բան, այաման, Վաչե Բագրատն էլ քիսաչի էր իրան, ճանակ թևերն էլ քիսում բանան։ Այդտեղ մի հատ էլի շատ տեսարան կար առաջի գործողության ավարտը։ Այդ ժամանակ հրաշնիկի դիչ Ղափլանյանը Սունդուկյանում էր գլխավոր։ Այո։ Եվ այնտեղ որ արդեն ինքը հասկացավ։ Մենք ասում ենք հիմար եւ վախկոտ, չէ՞ ինչ որ վախկոտ հիմար բան հրապարակություն է։ Չէ, ինքը հասկացավ, որ Նազար լինելը ուժ է։ Եվ ամբողջ կարելի է։ Բարձա։ Բայց ամենասկզբից դուրս էր գալիս սովորական զգեստով,
Խորեն Աբրամյանը վարագորից առաջ դուրս էր գալիս եւ երգում էր. Ես եկա որ մի քիչ խոսենք։ Ես էլ եմ ասել ախարե։ Ինչ որ ասում մասաղասած բաներ են։ Քանի բեմը դեռ պատրաստում են, ժամանակն է որ մտածենք, թե ինչպես տազարներ ծնվում են Արամ Իսահակյանի խոսքերն էին։ Իմ մասին ինչ գիտեք, ոչինչ։ Միայն այն, որ ես շատ վախկոտ եմ։ Վախկոտից վախեցեք մարդիկ, ես վախից ամեն ինչ կարող եմ։ Ես կարող եմ դառնալ փրկիչ, գուրգուրել աշխարհի որբերին։ Ես կարող եմ դառնալ դահիճ, մեղավոր ճանաչել բոլորին, թեև պատժի ենթարկել բոլորին։ Էդեր դրանից հետո ասում էր, դե լավ, ուրեմն ես էստեղ եմ, բեմը պատրաստ է, սկսենք։ Ու սկսում էր եկա։ Ayaman, Kagavor linelutz lavan, Yerchami kefan asharuna, Ashkare chaliyevot bitak, Ashkare hedyeseminch ashkar, Ashkare kicheitz. Իսկ այդ տեսարանը, երբ որ արդեն ինքը հասկացավ, թե ինչ է իր ձեռում, Ուր իշխանություն, ուր, հա։ Այո։ Այդտեղ մի հատ էլ երկար, ամբողջ հրաշնիկիչը բոլոր թատրոնի աշխատակիցներին, բոլոր թատերական ինստիտուտի ուսանողներին հավաքեց որպես մասով կա, եւ հսկայական քանակությամբ մարդիկ բեմում խորն ասում է գնանք կոտրենք, ջարդենք, փշրենք, բոլորն ասում են հանուն արդարության, ուրիշների կանանց գրկենք, հանուն արդարության, ուրիշներին հողից զրկենք, ոսկին խլենք զորով, արդարության հերն անիծենք, ասում են, հանուն արդարության, սուրբ է մեր պայքարը, նպատակ համեստ, կուզենք երել ողջ աշխարհը, պատկերացնում եք, ամբողջ բեմը երգում է, խորն է այստեղ, եւ բեմը գալիս է հարձակման դահլիճի վրա, եւ այդտեղ վարագույր։ Երևելիներ ենք ունեցել, որոնց հետ բոլորի հետ առաջին է Օթելոյել է մարե այնտեղ էլ կային երգեր եւ մի բան էր որ թարգմանությունները այնտեղ Յագոն ունի երգեր։ Սպենդիարանն էր ժամանակին գրել։ Զնգան բաժակներ զնգան։ Իսկ անգլերենում ասում The let me the canakin cling, the let me the canakin cling, the soldiers are men but live but a Spain. Այդ բիսի բաներ նայեցինք թարգմանությունները, Մասեյանի թարգմանությունը, Դաշտենցի թարգմանությունները, բոլորտեղ այն ներքին ուժը չկար, որ անգլերենում էր։ Սոս Արտաշեսևիչն էր, Յագո։ Հա։ Հրաշնիկիչյանացի իսկ ինչ կլինի, որ Յագոն երգի անգլերեն։ Այդ ժամանակ Խորեն Աբրամյանն էր Օթելոն արդեն։ Այո։ Ասում եմ, բայց ոչինչ որ Լորեցո ակցենտով կլինի անգլերենս։ Եվ երգեց։ Let me the canakin cling. Երկու երկուներ Իմաստ չունեցավ անգլերեն փոխել, որտեվ այդ բանը հնչեղությունը չէ, փոխվեց, ինքը անգլերեն երգեց։ Այդ եմ ասում, անգլերեն երգեց, էլի, իմաստ չունեցավ հայերեն երգել, էլի, որ այդ բանը չկորի, էներգետիկան չկորի։ Տեքստի մեջ լավ թարգմանություններ են, բայց այդ շունչը չկա, էներգիան չկա։ Յագոյական։ Մի խոսքով, տենց բաներ էլ ա եղել։ Հետո ստացվեց, որ միաժամանակ երկու թատրոնում նույն բեմադրությունն արվեց։ Իմ երաժշտական կոմեդիայի թատրոնում Մարատ Սիմոնյանը բեմադրեց Փարիզեցի Փեսան, Արամաշոտ Պապայանի։ Դրա ռուսերեն թարգմանությունը Ալեքսանդր Գրիգորյանը բեմադրեց ռուսական թատրոնում։ Միաժամանակ երկու թատրոնում գնում էր երկու ներկայացում, բոլորովին իրարից տարբերի, բայց երկուսն էլ շատ լավն էին։ Ամեն մեկը կարծեմ 400-500 անգամ խաղացվել է։ Եվ ինձ մոտ ստացվեց երկու տարբեր երաժշտություն։ Երկու տարբեր երաժշտություն ստացվեց։ Լավ ներկայացումներ էին։ Գրիգորյանի հետ Մակբեթ են կարել,
ռուսական թատրոնը Մոսկվայում ցուցադրեցին, թատր ամսագիրը անդրադարձավ, որ Հայաստանում ռուսական թատրոնը այսպիսի բան ինչ-որ, նո երկու խոսքեր իմ մասին էին գրել, բայց ես համեստություն անեմ էլի։ Լավ, ինչ ասեմ, կինո, թատրոն, սիմֆոնիկ երաժշտություն, սիմֆոնիկ երաժշտության մեջ օրինակ իմ դաշնամուրային կոնցերտը ես նվիրել եմ Արամ Խաչատուրյանին որպես առաջին հայկական դաշնամուրային կոնցերտի հեղինակ։ Հետո հետաքրքրվում էի դրուսանող տարիներին, հետաքրքրվում էի Բարտոկի երաժշտությամբ, Բելա Բարտոկ։ Հունգարացի շատ յուրահատուկ մտածելակերպի եւ ազգային երաժշտության էլեմենտների ճիշտ ներկայացնող անհատականություն եւ սիմֆոնիկ պոեմ չգիտես ինչի ինձ մոտ ծնվեց եւ նվիրեցի Բելա Բարտոկին, բայց Հունգարիայում այդ մասին ոչ ոք չգիտի։ Ու չեն էլ խոսում, չեն էլ բարձրացնում։ Չէ, իրանք չեմ էլ ասել, ինչ իմանամ, որ այստեղ ինչ որ Վարդազարյան կա, որին ասին, իրանք չեն ասում իմ մասին, որովհետեւ չգիտեմ բոլորովին։ Փորձենք այդ մասին։ Հետո ֆլեյտայի կոնցերտինոն, որն էլ իմ շատ լավ ընկերը, ցավոք այսօր չկա, Սերգեյ Ալավերդյանը կատարեց։ Այնտեղ կվարտետ, այնտեղ ինչ որ բաներ դեստեն, ու ներկայացումները 150-ը դադարեցի հաշվել, ֆիլմերը 40-ից ավել, տարբեր ընդհանուր մուլտեր, դոկումենտալ։ Այդպիսի բաներ եղել են, տարբեր ռեժիսորների հետ աշխատել եմ։ Եվ անհարմար չեմ զգում իրենց առջև, որովհետև իրանք բավարարված էին էտել կա։ Որովհետև եթե գործդ թեկուս եւ ուշադրության արժանանա եւ գուցե բացասական, բայց արդեն ուշադրություն է եւ արդեն քեզ ինչ որ մի բան դասել է, այսինչ բանը այստեղ դու ինչ որ բան այնպես չարեցիր, ինչպես։ Այդ հետո է ստացվում։ Թատրոնում կարելի է փոխել։ Կինոյում այլևս ոչ։ Կինոյում այլևս ոչ։ Այսօր կինոյի պատահականությունները չեն էլ նկատվում, բայց իմացողը գիտի։ Իմացողը գիտի։ Եթե նեզելի մի փոքր փիլիսոփայություն անենք, կյանքի իմաստ հասկացությունը, այդ մի տարբերակ ասեցի, բայց եթե կատակը մի կողմ դնենք, կյանքի իմաստը թոր եւ ծոր տեսնելն է։ Բայց գիտեք ինչ, եկեք դա թողնենք մյուս անգամ մեր հանդիպմանը։ Շատ լավ։ Բան եմ անում էլի, ակնարկում եմ, որ մենք էլի կհանդիպենք։ Սիրով։ Շնորհակալություն համբերության համար, շնորհակալություն հրավիրելու համար, ձեզ ցանկանում եմ միշտ գործող փայլուն մասնագետներ, ինչպես հիմա նստած են այստեղ, եւ ձեզ հատուկ շնորհակալություն ինձ հրավիրելու համար։ Խոսելու նյութեր դեռ կունենանք։ Սիրով, պայմանավորվեցինք։ Պայմանավորվեցինք։ Ռուսերեն խոսքը, լավլյու նասլորը, չէ։ Դա, բռնվեցի։ Խափանման միջոցը կփոխենք։ Շնորհակալություն։ Շատ լավ, համեցեք։ Միշտ հաճույքով, միշտ մեր տաղավարի դռները բաց են ձեզ համար։ Թեմա կգտնենք, կզրուցենք, բոլոր այն պատմություններն ու իրադարձությունները, որոնց չանդրադարձանք, կշոշափենք, զրուցենք, կժպտանք։ Հենց հիմա գնում ենք, ասում ենք, վայ, այս բանի մասին չխոսեցինք։ Թփերից ռոյալը կհանենք, կսկսենք։ Ռոյալը թփերից։ Բարի։ Շնորհակալ եմ, հաճելի էր։ Ցելի բարեկամներ, հիշեցնեմ, որ այսօրվա իմ հյուրը կոմպոզիտոր, պրոֆեսոր Մարտին Վարդազարյանն է։ Երևանի պատվավոր քաղաքացի։ Այո, դրան չանդրադարձանք, բայց դա հաջորդ անգամ լավ, դրանից կսկսենք։ Ես գլխարկս դնեմ։ Այո։ Ինչպես սկսեցինք, այնպես էլ ավարտենք։ Հաջողություն ձեզ բոլորիդ, ձեր բոլոր նախաձեռնություններում։ Շնորհակալություն։ Ստեսություն, մինչ նոր հանդիպում։